Սիրելի խորհրդաժողովի մասնակիցներ, մենք արդեն մոտեցանք վերջին հանգրվանին եւ ինչպես ընդունված է բոլոր խորհրդաժողովները ընդունում են նաեւ հայտարարություն, ես հայտարարության տեքստը կկարդամ եւ հետագայում արդեն որպես ժողովի անունից կհրապարակվի։ Միջազգային խորհրդաժողով հայոց արևելից կողմեր գարդման պատմություն եւ իրականություն 25 հունիսի 2025 թվական հայտարարություն։ Հայ ժողովրդի բնակության և մշակութային ժառանգության օրրան գարդմանը պատմական Հայաստանի հյուսիս-արևելյան շրջաններից մեկն է։ Այն գտնվում է Կուրարաքսյա մշակութային արեալի սահմաններում, ինչը հայկական քաղաքակրթական մաս է։ Այստեղ հազարամյակներ շարունակ անընդմեջ ապրել ու արել է հայ ժողովուրդը։ Հին և միջնադարյան պատմական իրողություններում գարդմանը հայկական պետականության կարևորագույն կենտրոններից էր։ 1920-ական թվականներին խորհրդաբոլշևիկյան կամ հայական որոշումներով ամբողջ Արցախի հետ միասին նաև գարդմանը բռնակցվեց խորհրդային Ադրբեջանին, 1921 թվականի հուլիսի 5-ի ՌԿՊԿ Կովկասյան բյուրոյի որոշում, 23 թվականի հուլիսի 7-ի խորհրդային Ադրբեջանի կենտգործկոմի որոշում։ Խորհրդային միության ամբողջ ժամանակաշրջանում Ադրբեջանը հետևողականորեն շարունակեց գարդմանի հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն ու յուրացումը եւ հայերի նկատմամբ բռնաճնշումները։ Հայկական այս տարածքների հայրենազրկումը ավարտվեց 1988-91 թվականներին Ադրբեջանի կողմից ցեղասպանական գործողությունների հետևանքով։ Հայկական այս Ադրբեջանը մինչև օրս շարունակում է ժխտել հայերի իրավունքները գարդմանում, խախտելով միջազգային իրավունքի նորմերը եւ մարդու հիմնարար ազատությունները։ Մենք պահանջում ենք առաջին Ադրբեջանի կառավարությունից ճանաչել բնիկ հայ բնակչության, գարդմանի բնիկ հայ բնակչության մարդու հիմնարար իրավունքները, ապահովել տեղանված բնակչության գույքային իրավունքների վերականգնումը, դադարեցնել հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն ու յուրացումը, միջազգային հանրությունից պարտադրել Ադրբեջանին հարգելու իրենց բնորանից բռնի տեղահանված անձանց իրավունքները, պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի կառավարությանը հայկական պատմամշակութային հուշարձանների ոչնչացման համար, վերահսկել գարդմանի տարածքում հայկական պատմաճարտարապետական հուշարձանների պահպանությունը։